Հարգելի ուսանողներ, ինչպես մի քիչ նախորդ դասին տեսանք, մենք սահմանեցինք տողային սյունային տարածությունները եւ դրանց ուսումնասիրությունը մեզ խնդիրներ լուծելու լավ մեթոդներ տվեց։ Հիմա եւս մի տարածություն ենք ուսումնասիրելու, զրոյական տարածությունը մատրիցի, որը էլի խնդիրներ լուծելու լավ եղանակներ է մեզ տրամադրելու։ Ընդ որում առաջ ընկնելով հետաքրություն ավելի ակտիվացնելու համար ասեմ, որ մեզ շատ լավ ալգորիթմ է հիմա մի քանի քայլ հետո մեզ սպասում, դա վերաբերվում է գծային հավասարումների համակարգի լուծմանը։ Մենք այնքան լավ մի հատ մեթոդ գիտենք, ամենալավագույն մեթոդը, որ այս պահի դրությամբ գիտեք, դա որն է, ով է ուզում ասել։ Աստիճանային տեսքով լուծումը։ Այսինքն Գաուս-Ժորդանի նկատի ունենք։ Գաուս-Ժորդանը ինքը այնքան կարճ է եւ լավ, թվում է թե լավացնելու էր ինչ տեղ կա, բայց բարձում է նույնիսկ դա բարելավվելու է շուտով։ Եվ դա արվելու է այս զրոյական տարածության միջոցով։ Նայեք, ինչ բան է մատրիցի զրոյական տարածությունը։ Դա մի տարածություն է, որի մասին մենք իրականում արդեն խոսել ենք։ Ուղղակի անուն դեռ չենք այսպես շնորհել իրան։ Ենթադրենք m անգամ n մատրիցա տված ցանկացած դաշտի վրա։ Նրա համար կարող ենք, չէ, AX-ը հավասար է O կամ AX-ը հավասար է 0 համասեռ համակարգը դիտարկել, որտեղ ազատ անդամները բոլորը 0 են։ Մենք արդեն անցել ենք, որ համասեռ համակարգի լուծումները ենթատարածություն են կազմում։ Տարածություն են կազմում, իրականում հեսա կասենք, թե ենթատարածություն որ տարածության մեջ։ Նրանք հենց այդ տարածությունն էլ կոչվում է A մատրիցի զրոյական տարածություն եւ նշանակվում է այսպես. 0A մատրիցի զրոյական տարածություն։ Հասկանալի է, ինքը ոչ միայն տարածություն է, այլև ինքը ենթատարածություն է Fn-ի մեջ։ Դրանից բացի նրա չափողականությունը, ինքը լինելով տարածությունի չափողականություն, դա կոչվում է մատրիցի դեֆեկտ։ Հայերեն այս հասկացությունը ավելի հաճախ հենց դեֆեկտ է անվանվում։ Չնայած անգլերեն գրականության մեջ nullity է կոչվում եւ նշանակում է այսպես nullity A։ Այ մինչև առաջ անցնելը անմիջապես մի հատ թեորեմ ապացուցենք, որը շատ օգտակար թեորեմ եւ ուշադիր եղեք, այս թեորեմի ապացույցի մեթոդները նաեւ խնդիր լուծելու քայլեր են։ Այս թեորեմը, որը կոչվում է rank defect theorem կամ rank nullity theorem եւ այլն, ասում է, որ եթե կամայական մատրիցա տված ցանկացած դաշտի վրա, ապա նրա ռանգի եւ այդ դեֆեկտի գումարը հավասար է n-ի, որտեղ n-ը ինչն էր, այս մատրիցի սյուների քանակությունն էր։ Rank գումարած դեֆեկտ հավասար է n։ Ասենք, եթե 3-ը 5-ի վրա մատրից ունենք, որի ռանգը ասենք թե 2 է, ուրեմն նրա դեֆեկտը հաստատ հավասար է տողերի թվից հանած այդ ռանգը, որը 2 էր։ Հիմա տեսնենք ապացուցենք սա։ Տեսնենք ինչպես է ապացուցվում։ Տեսեք, ենթադրենք մենք մեր այս AX-ը հավասար է 0 համասեռ հավասարումների համակարգը լուծել ենք սովորական մեր Գաուս-Ջորդանի մեթոդով, ստացել ենք, բերել ենք իրան RRF տեսքի, ստացել ենք նրա վրա ինչ որ գագաթային սյուներ եւ մնացած սյուներն գրած են աջ կողմ։ Այսինքն դուք ասեք, այս գագաթների քանակը ինչքան պետք է լինի, ապրեք, գագաթներից R-րդ տողից ներքև ինչեր պետք է դասավորված լինեն միայն 0-ներ, ապրեք 0-ներ եւ փաստորեն կոնկրետ այս օրինակում գագաթային են x1, x2, xr փոփոխականները։ Նայեք, մեր գրառումները դյուրինացնելու համար մենք դիտմամբ գագաթային սյուները ամենաձախում ենք գրել
Չնայած, ինչպես հասկանում եք, կարող է օրինակ նաև ուրիշ տեղաբաշխում ունենալ։ Պարզապես գրառման դյուրինության համար է այսպես արվել, շուտով կտեսնեք ինչու։ Հետո մեր Գաուս-Ժորդանի մեթոդում ինչ էինք ասում։ Ասում էինք x1, xr-ը գագաթային փոփոխական են, մնացած n-r հատ փոփոխականները, այսինքն xr + 1-ից xn-ը ազատ փոփոխականներ էին, ազատ փոփոխականներին տեսնում եք աճ մաս էինք տանում, եւ այս մինուս նշաններն էինք դնում դիմացը։ Բա դուք ասեք, ինչու կոնստանտները ուր են, ինչու չեմ գրել այստեղ b1 b-ը։ Զրոներ չեն։ Ապրեք, որտեղ զրոներ են։ Ահա։ Հիմա նաև կրկին շեշտում եմ, այս մինուսների վրա ուշադրություն դարձրեք, մի քիչ հետո դրանք մինուսների դեր են խաղալու։ Հիմա ես այս xr + 1-ից xn փոփոխականների ինչ արժեք ցանկանում եմ։ Եթե շնորհեմ, դրանց միջոցով կստացվեն գագաթային փոփոխականների արժեքները, հետո այդ արժեքները բոլորը միասին ասենց սիրուն կողք կողքի կդասավորեմ, կստացվի լուծում մեր համակարգի համար։ Սա Գաուս-Ժորդանի մեր տրադիցիոն ձևն է, նորություն չկա հələ որ։ Բայց ես առաջարկում եմ հետևյալ սրամիտ ձևով այդ արժեքները շնորհել։ Տեսեք, այս մեր xr + 1-ին շնորհենք -1 արժեք, այսա դնենք -1։ Այս սյունակում բոլորը -1 է։ Իսկ այս x2-ից x0 փոփոխականներին շնորհեմ սենց արժեք, թող բոլորն են զրոներ։ Եթե բոլորն են զրոներ, ինչ եք կարծում, այսքան հատվածները, որ այստեղ աճ մասերը այս հավասարությունների, ինչեր կլինեն պարզապես։ Զրոներ։ Այսքանը 0 կլինի, գործին չի խանգարի, դրան այրեք անտեսենք։ Բա եթե ստեղ -1 դնեմ, ստեղ այս տեսեք, մի հատ -1 էլ մինուս էլ ստեղ կար։ Այսքան արժեքը, այսքանը իրար հետ միասին ինչ կդառնա։ A1 R + 1։ A1 R + 1 մինուսը մինուսին կոչնչացնի։ Այսինքն կստանանք մենք հետևյալ արժեքը։ x1-ի արժեքը կլինի այս A1 R + 1-ը, այսինքն այդ վերև գնանք, x1-ը մաքուր կլինի հավասար սրան։ Հիմա x2-ի հետ ինչ անենք։ x2-ին հələ հանգիստ թողնենք, նորից արժեքներ շնորհենք։ Այս անգամ շնորհենք սենց արժեքներ x r գումարած 2-ին, նայեք, հաջորդ ազատ փոփոխականին շնորհենք -1, մնացածներին 0։ Այս դեպքում էլ հեշտ է նորից ստուգելը, որ այս x2-ի արժեքը, այստեղ գրում եմ x1, այստեղ գրում եմ x2, x2-ի արժեքը կլինի այսա։ Եվ այլ, r-րդ քայլում բոլոր փոփոխականներին ազատ շնորհենք 0 արժեք, բացի վերջինից, որին շնորհենք -1 արժեք։ Այստեղ կլինի -1 եւ մեր x-րդ փոփոխականի արժեքն էլ կլինի այսա։ Հիմա մեր այդ հավաքած կոորդինատները կուտակենք իրար գլխի լցնենք, որ ստանանք լուծումը։ Որ ստանանք լուծումը, հələ տեսեք ինչ լուծում ենք ստանալու։ Տեսեք, առաջին անգամ, որ մենք ազատ փոփոխականներին շնորհեցինք -1-ից 0, -1 0 0 0 արժեքներ, գագաթային փոփոխականների արժեքները այս աստեղ էին։ Սրանք դնում ենք ստեղ, սրանք դնում ենք ստեղ։ Հաջորդ անգամ սա է։ Սենց ենք ստանում, տեսեք, զարմանալի n-r հատիկ լուծումներ ենք ստանում, որոնց սենց այս ներքևի մասը զբաղված է, լցված է ինչերով։ Դες ոնց որ անկյունագծի վրա մի հատ սենց սիրուն -1 են գնում, մնացած մասը այս գծից ներքև 0-ներ են, իսկ գծից վերև կարծես թե copy paste է արված այսքան հատվածը։ Ստացանք n-r հատ վեկտորներ։ Հիմա նայեք, դուք համաձայն եք, չէ՞, որ այս սյուներից յուրաքանչյուրը իրանից ներկայացնում է լուծում մեր AX-ը հավասար է 0 համակարգի համար։ Եվ իրանք n-r հատիկ են։ Հիմա,
թեորեմը ապացուցելու համար մնում է ցույց տալ, որ այս n-r հատիկ լուծումները մեր 0a տարածության համար կազմեն բազիս։ Ինչու՞, որտեղ եթե ցույց տանք, որ սրանք բազիս են կազմում, դե բազիս են կազմում ու իրանք n-r հատ են, այսինքն nullity-ին դեֆեկտը n-r-ը, դե ռանգնել մեր մոտ r էր, կստացվի n-r գումարած r հավասար է n։ Այս չի մեր թեորեմի ընդդումը, ռանգին գումարած դեֆեկտ հավասար է n։ Այսինքն մեզ մնաց միայն n ապացուցել, որ այս վեկտորները իսկապես անկախ են։ Նայեք, ոնց ցույց տանք։ Հələ ասեք ջնջենք ես մեր գրառումը, որտեղ ստա ինչ-որ մի բան են գրելու։ Հələ մինչև եւ իմ ասելը, հələ տեսնեմ դուք կարողանաք ասել, օրինակ անկախությունը շատ դյուրին է երևում այս վեկտորների, հələ չեք կարող է որը մեկը ձեզնից Բազմապատկենք իրանց սկալյարները ու հավասարացնենք 0-ի, ամենաներքև մի րոպե, շատ ապրեք, հələ գրեմ։ Ենթադրենք սա C1-ով եմ բազմապատկում, սա այս վեկտորը բազմապատկեցի C1-ով, սա C2-ով, սա էլ ինչով n-r-ով։ Կոնստանտներ են, չէ՞։ Ապրեք, ճիշտ եք ասում, ու այս գումարը գրեցի եւ այսպես գումարեցի իրար, չէ՞։ Հիմա օգտվում եմ գծային անկախության երկրորդ սահմանումից։ Ու սա ասում եմ, ենթադրենք հավասար է 0-ական վեկտորին, որտեղ 0-ական վեկտորը պետք է լրիվ վերևից ներքև բաղկացած լինի միմիայն 0-ներից։ Ու ստեղից ինչ կստացվի։ ներքևի տողից կստանանք, որ ներքևի տողից կստանանք, որ պետքա 0 լինի ներքևինը, որ -1 անգամ ինչ-որ թիվ ստացվի, n-r-ը պետքա 0 լինի, որ ստացվի 0 ներքևում։ Ապրեք, հələ եկեք սենց ասենք, հələ տեսնենք r+1/3 տողից ինչ կստացվի։ Ստեղ կստացվի այս C1-ը բազմապատկած -1-ի հետ -C1 գումարած ստեղ ինչա C2-ը 0-ի հետ 0 դեն ենք գցում cn-r 0 եւ այլ, սա հավասար է գալիս է հավասարանում այս մի 0-ին։ Ուրեմն C1-ը 0 է։ Ու նույն տրամաբանությամբ են կողմ են գնում բոլորը ստացվում են 0-ներ։ Ուրեմն մենք տեսանք, շատ ապրեք, մենք տեսանք, որ n-r հատիկ վեկտոր ենք գրել, թիվը իրանց դիտմամբ շեշտում եմ։ Ու հələ որ ստացել ենք, որ իրանք անկախ են։ Ինչի են բազիս։ n-r հատն, իսկ dimension-ը այդքան է, ինչ է ստացել։ Հələ չենք ստացել, մենք ուզում ենք ցույց տանք, որ ինքը բազիս է, որտեղից հետո նոր չափողականությունը կլինի n-ը։ Նայեք, իրանք n-r հատ n եւ անկախ են։ Ուրեմն իրանք ամենաշատը մաքսիմում ինչ չափողականության տարածություն կարող են ծնել։ n-r։ Բայց հիշում եք, մենք էլ լեմմա գիտենք, առաջադրություն գիտենք, որ ասում են, որ եթե n-r չափան, ասենք 7 չափանի տարածության մեջ 7 հատ վեկտոր կան, որոնք որ անկախ են, ապա ուրեմն ինչ։ Իրանք ավտոմատ էլ բազիս են, այո, բազիս են, կարիք չկա ստուգելու, իրանք նաև ծնիչ են։ Հիշում եք այդ թեորեմը, որ ասում էր, եթե տարածության չափողականությունը ասենք թե m է, իրա մեջ m հատ անկախ վեկտորները միշտ բազիս են եւ m հատ վեկտորից բաղկացած ծնիչը նույնպես բազիս է։ Այսինքն մենք այդտեղ տեսանք, որ ուրեմն n-r հատ վեկտոր են, իրանցով ծնված տարածությունը, այսինքն այն մեր 0-ան, ուզի ամենաշատը n-r չափանի պիտի լինի, ուստի իրա մեջ n-r հատիկ վեկտորները անպայման բազիս են կազմում, ինչը եւ ավարտում է այս թեորեմի ապացույցը։ Խնդրեմ հարցեր ապացույցից։ Նայեք, տեսեք, ինչ
մեթոդը սա առաջարկում ապացույցը ասում է գիտեք եթե ինչ մատրիցա տված մենք նրա զրոյական տարածությունը գտնելու սենց մի հատ ալգորիթմ գիտենք ասում է վերցնենք բերենք այն մատրիցը որ թեորեմի ապացույցի մեջ էր օգտագործված հենց այս մեթոդով բերենք աստիճանը բերված աստիճանաձև տեսքի բերենք այսպես -1-եր գրենք հետո մնացած մասը 0-ներ գրենք հետո այս վերևից այսքան արժեքները copy paste անենք այս մեր այս վեկտորների վերևի հատվածներում այսքան մասերում եւ այդ ինչ վեկտորներ որ ստացվեն ուզած չուզած զրոյական տարածության բազիս կլինեն ամեն ինչ լավ էր մենակ մի վրիպակ ենք արել մի բան բաց ենք թողել մենք այս գրառումները որ մենք արեցինք մեր գրառման հարմարության համար մենք միշտ ենթադրեցինք որ առաջի r փոփոխականներն են գագաթային մնացած n-r հատիկը ազատ են դե հիմա ով է ինձ ուզում ասել եթե այդպես չլներ ասենք թե այս ուրիշ դասավորություն ունենային էլի այս ազատ փոփոխականները ոչ թե մաքուր վերջի n-r հատիկը լինեին այսինքն էլ ինչ որ ուրիշ դասավորվածություն ունենային ասենք թե ենթադրենք առաջինը լիներ առաջի փոփոխականը գագաթային հետո ազատ երկրորդը հետո մի հատ էլ գագաթային երրորդը հետո մի հատ էլ ազատ չորրորդը այս դեպքում ինչ առաջարկությունն եք Կստանանք նույն պատկերը, այսինքն կստանանք անկախ վեկտորների հարից։ Այո, նույն խոսակցությունը, մենակ թե այն այս դեպքում այդ -1 0-ն ոչ թե պետքա սենց գրեինք, ինչպես էս օրինակում -1 0 այստեղ հետո 0 -1 այն մյուս դեպքում, ոչ թե սենց պետքա գրեինք, այլ այդ -1 0-ն որ տեղերում պետքա տեղավորեինք, նայեք, տեղավորում ենք միշտ որ տողերում, ազատ փոփոխականների տողերում, այսինքն -1-ը պիտի գրվեր որտեղ Երկրորդ տողում ու չորրորդ մեր դեպքում այս դեպքում առաջին դեպքում սենց, բա ստեղ էր ինչ էր պետքա տեղադրեինք AR1R + 1 ու A2R + 1 շատ ապրեք, հաջորդ քայլում էլ ստեղ 0, ստեղ -1 եւ այլն շարունակ ահա, ալգորիթմը պարզ է, այդ փոքրիկ բացը, որ մենք դիտման բաց էինք թողել, որպեսզի այս ֆորմուլան էլ ավելի ճոռոմ չստացվի, այդ ամեն ինչը հասկանալի է, ալգորիթմը հասկանալի է, եկեք օրինակի վրա կիրառենք։ Այս նկարին հեսա կվերադառնանք։ Նայեք, ենթադրենք տված է այս մատրիցը, ուզում ենք իր զրոյական տարածությունը գտնել։ Բերում ենք ռև տեսքի։ Շատ լավ է, ռանգը երևում է որ 3 է, միշտ մի մոռացեք ռանգը եւ դեֆեկտի հաշվարկը հենց ամենասկզբից անել, որ հետո չշփոթվեք։ Ռանգը 3 է, ուրեմն դեֆեկտը n-r 2-ը, ուրեմն ունենք ստեղ ունենք երկու հատ ազատ փոփոխական x3-ը եւ x5-ը։ Սրանցից ամեն մեկի համար նայեք ոնց ենք անում։ Այս տողերից յուրաքանչյուրի համար ազատ սյուներից յուրաքանչյուրի համար մենք ստանալու ենք մի հատ բազիսային վեկտոր e1-ը օրինակ ոնց ենք ստանալու տեսեք ազատային ինչպես տեղ ասացինք երրորդ եւ 5-րդ փոփոխականները e1-ը ստանալու համար ստեղ դնենք -1 0 իսկ այս մնացած 3 արժեքները այստեղից վերցնենք եւ իրանք պատճենահանենք այստեղ 1 2 0 1 2 0 այս տեղադրվել են սա մեր e1 վեկտորն է ուշադրություն դարձրեք այս երկու 0-ները տարբեր ճակատագրով են ստեղ հայտնվել այս մի 0-ն ներքևի ավելի մուգ 0-ն
ստեղ հայտնվել է այդ ալգորիթմի քայլերի ընթացքում, դա է -1-ի հետ միասին եկած 0-ն է, իսկ այս վերևի 0-ն, դա այստեղից պատճենահանված այստեղի 0-ն է։ Հաջորդ վեկտորը ոնց ենք սարքում E2-ը, էդ էլ դարձյալ 3-րդ, 5-րդ փոփոխականների տեղերում, բայց այս անգամ դնում ենք 0 -1, 0 -1, եւ այն վերևի -1 3/4-ը, այս հատիկ 3 -1 3/4-ը պատճենահանում ենք այստեղ եւ այստեղ։ Հիմա տեսեք, այս պրոցեդուրան ոնց կարելի է ավելի այսպես աչքի համար դյուրընկալելի տեսքով գրել, հաշվարկը որ կարճացվի հեշտ լինի։ Նայեք, ամեն մի ազատ փոփոխականի համար մենք մի հատ բազիսային վեկտոր ենք ստանալու, E1, E2։ Դե եկեք դյուրինության համար հենց այս ամեն մի ազատ վեկտորը, ամեն մի բազիսային վեկտորը գրենք համապատասխան ազատ փոփոխականի ճիշտ ներքևում։ Այսինքն այս մատրիցը RF-ը ստացանք, ստեղ sense բացում ենք երկու հատ խոշոր փակագիծ ենք դնում։ Քառակուսի։ Այս փակագծում մենք դնելու ենք քանի հատ կոորդինատ, քանի հատ որ այստեղ սյուն կա։ Խորհուրդ եմ տալիս հենց ի սկզբանե համարակալել 1 2 3 4 5 այս տողերը, այս վեկտորների, որոնց կոորդինատը դեռ գրված չեն, եւ հատուկ նշել ինչերը ազատ փոփոխականների համարները։ Նա նույնիսկ կարող եք sense թեթև բարալիկ գիծեր քաշել։ Այսպես, այսպես։ Հիմա այս գծի վրա ինչեր ենք տեղադրելու։ -1 0 0 -1, եթե մի հատ էլ երրորդ ունենայինք, կլներ -1 0 0 0 -1 0 0 0 -1։ Եվ չենք մոռանում այդտեղ իջացնենք, որ այդ մինուսը երևա, այսպես տեղադրում ենք։ Ընդ որում ովքեր մի քիչ փորձ են ձեռք բերում, գիտեք կարող են ինչ անեն, կարող են մի հատ էսենց դիագոնալ գիծ քաշեն, այս դիագոնալի վրա -1-երը միանգամից շարեն, հետո նոր այս մնացած մասերում 0-ներ լցնեն։ Ուշադիր եղեք, մենք առայժմ այս կարմիր հատվածի հետ էինք գործ ունենում, կապույտ հատվածին հələ ձեռք չենք տալիս։ Դեռ չենք տվել։ Հետո ինչ ենք անում, 1 2 0-ն այս վերևից վերցնում ենք 1 2 0 այստեղ ենք copy paste անում, իսկ -1 3 4-ը վերցնում ենք այստեղ ենք copy paste անում։ Ստանում ենք երկու հատ վեկտոր E1 E2։ Այժմ հիմա պետք է պատասխանը գրենք։ Պատասխանը գրենք ինչ մեթոդով։ Տեսեք, կարող եմ գրեմ null-an, հավասար է span E1 E2, այսինքն դա E1 E2-ի գծային թաղանթն է։ Այդ պատասխանը մի քիչ ավելի կարճ կոնկրետ շատ լավ գրված է պատասխանը։ Մենակ թե թերությունն ինչում է հարաբերական դպրոցականներին հասկանալի չի լինի, թե ինչա գրված։ Դրա համար ինչ ենք անում։ Ցանկության դեպքում կարող ենք այս վեկտորները, որ մենք մի քիչ առաջ ստացել էինք, այսպես այդ վեկտորները մեր E1 E2 գրենք այստեղ, E1 E2։ Այստեղ ինչ եմ գրել, ալֆա անգամ սա գումարած բետա անգամ սա, որտեղ ալֆա բետան կամայական իրական թվեր են։ Եվ չենք մոռանում ձևավոր փակագիծն այդ կողքից շարում ենք, որպեսզի ասենք, որ այս գծային թաղանթը դա այս բոլոր գծային կոմբինացիաների բազմությունը է։ Որպեսզի մի քիչ էլ ավելի դյուրընկալելի լինի, կարճ լինի, եւ վեկտորի տեսքը բացահայտ մեր առաջ դրված լինի, ինչ ենք անում։ Կարելի է նաև ցանկության դեպքում, սա արդեն ճաշակի հարց է, այս երկու վեկտորները կամ ամբողջ գծային կոմբինացիան ձուլել մի հատ վեկտորի տեսքով գրել, նայեք, ալֆա անգամ 1-ը գրած է այստեղ, -1 անգամ բետան մինուս բետա, այստեղ վերևում գրած է ալֆա մինուս բետա։ Հետո այս ներքևում ով է ուզում բացատրել, այս երկու ալֆա գումարած 3 բետան ինչից է առաջացել։
Դե այդ գործակից որպես վերցնում ենք 2-ն ու 3-ը։ Վերջ։ Լավ, այս օրինակը վերջացրեցինք, հələ մի հատ ուշադիր նորից նայեք այս ալգորիթմի քայլերին, հատկապես այս նկարին, որը դյուրինացնում է մեր հաշվարկը, եւ խնդրում եմ ասեք հարցեր կան, արդյոք ուշադիր նայեք հարցեր տվեք։ Դուք հարցեր չունեք, սպասեք ես հարցեր տամ։ Իսկ եթե ստեղ ելներ մի հատ էլ նայեք 0001 այսենց եթե ելներ ով ա ուզում ինձ ասել այս իրավիճակը ոնց կփոփոխվեր։ Լուծում չեր ունենա, չէ՞ դեպքում։ Ինչ լավ վրիպակ թույլ տվեցիք։ Ստեղ լուծում ունենալ չունենալու խնդիր չկա, որովհետև խոսքը գնում է մատրիցի զրոյական տարածությունը գտնելու համար, բայց ամեն մատրից միշտ էլ ունի զրոյական տարածություն։ Դրա համար եկեք նախ որպես առաջի քայլ սա ավելացնենք 6 ու ֆիքսենք, որ ուրեմն մենք ունեցել էինք ոչ թե 5, այլ մենք ունեցել էինք 6 ազատ փոփոխական 6 փոփոխական ընդհանուր։ Ուրեմն այս մեր վեկտորները, օրինակ այս վեկտորների երկարության հետ կապված ինչ պետք է փոխվի։ Մեկը պետք է ավելանա դառնա 6։ Սենց մի քիչ իրանց երկարացնենք։ Լավ։ Ազատ փոփոխականների համարները էլի, այստեղ 6-ը գրենք, ազատ փոփոխականների համարները 3-5-ն են։ Բա եւ ինչ։ Ինչը փոխվեց։ R-ը այս դեպքում ինչ է։ 6 ազատ փոփոխական չի այս դեպքում։ 6 ազատ փոփոխական է, բայց ռանգը 4 է։ Ուրեմն այս պատմության մեջ ինչը փոխվեց։ Մենք մինչև հիմա այս 3 կապույտ 3 հատիկն էինք վերևից ներքև copy paste անում։ Հիմա ինչը փոխվեց։ Հիմա պիտի 4 հատ անենք։ 4 հատ անենք։ Այսինքն այս դատարկ թողած մասերում, որ հələ ոչինչ այս պահին չի գրված, ինչեր պետքա գրվեն։ Զրոներ։ Զրոներ, ընդ որում այս մի զրոն գալիս նստում է այստեղ, այս մի զրոներ գալիս նստում է այստեղ։ Ստեղ էլ ավելանում է ինչ։ Ստեղ էլ ավելանում է 0, սպասեք, չնջենք։ Ստեղ ավելանում է 0, ստեղ ավելանա 0, այստեղ տակից մի հատ էլ 0 է ավելանում։ Ահա, ինչևից է, տեսեք, ստեղ էլի օրինակներ մենք ունենք, եկեք շատ արագ վրայից անցնենք, դուք չեք մոռանում, որ այս բոլոր մեթոդները, որ մենք անցնում ենք, ճիշտ են ոչ միայն ուրեմն իրական թվերի համար, որը դպրոցից գիտենք, այլև ճիշտ են կամայական դաշտի համար։ Օրինակ, եթե մենք Z5 դաշտում աշխատելուց լնեինք ու մատրիցն էլ սա լներ, նա գալիս է այսպես, ահա այս բերված աստիճանաձև տեսքին, նորից նայում ենք 1, 2, 3, 4 փոփոխականներն են, որից ազատ են ովքեր։ Երկուսն առաջինն Ազատ են առաջինը որ երկրորդն ու չորրորդը։ Ստեղ նայում եք, ես ինչ բան է, ստեղ պետք է այս օրենքով գրեի այս տողերում -1 0 0 -1, բայց այս ինչ 4 է ստեղի հայտեք է։ Այս Z5 դաշտում դա 4 է լինում։ Շատ ապրեք։ 4 0 0 4, այստեղ երբեմն շփոթվում են, բայց այս 3 0 ու այս 4 3-ը որտեղից են հայտեք է։ Այստեղից։ Տեսնում եք, այս 4-ը եւ այս 4-ը շատ տարբեր ճակատագրերով եկած 4-եր են։ Այս 4-ը copy paste տարված վերևից, իսկ այս 4-ը պարզապես -1-ի դերն է կատարում։
Եվ այս երկու վեկտորները հաշվի առնելով մեր զրոյական տարածությունը կարելի է այսպես տեսքով գրել։